Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հյուրընկալվեց «Իմ Նեմնի» պոդքասթի բացառիկ թողարկմանը եւ շուրջ 7 ժամ տևած հարց ու պատասխանի ընթացքում բավականին հետաքրքիր հայտարարություններ հնչեցին։ Այս եւ այլ հարցեր շուրջ այսօր ես զրուցել եմ ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանի հետ։ Պարոն Մկրտչյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Ես էլ ձեզնից եմ շնորհակալ հրավիրելու համար։ Պարոն Մկրտչյան, շատ հետաքրքիր հարց ու պատասխաններ պոդքասթի ձևաչափով եւ շատ լավ։ Ինչպես նշեցի, շատ հետաքրքիր հայտարարություններ հնչեցին։ Բնականաբար երրորդ նախագահի խոսքը ցավագին ընդունվեց իշխանությունների կողմից։ Դա նորմալ է։ Եվ մենք տեսանք, որ ազգակործան պատուասը հենց պոդքասթի ավարտից ընդհանրապես որոշակի ժամանակ անց սկսեց արձագանքել, ջղաձիկ արձագանքել։ Սա ինչի մասն է խոսում եւ զեզ որն էր երրորդ նախագահի հիմնական թիրախային խոսքերը։ Դա նորմալ է, որ կապիտուլյանտը տես ծանր տարավ, իր ողջ թիմը տես ծանր տարան, ընդամենը մի երկու ժամ հետո սկսեցին ստատուսներ գրելը, դա նորմալ է, որովհետև իրանք Հայաստանի Հանրապետության թշնամիներն են, իրանք Հայաստանի Հանրապետությունը տանում են դեպի թուրքացում, բնականաբար իրանք ճանապարհին ով կանգնում է, իրանք համար թշնամի է։ Իսկ ով է կանգնած իրանք ճանապարհին, առաջին հերթին կանգնողներից մեկը հենց առաջին հերթին Սերժ Սարգսյանն է։ Դա նորմալ է։ Այ աննորմալը այն է, որ ընդդիմության մեջ էլ շատ ուժեր, շատ գործիչներ տես ծանր են տանում։ Այ նմանատիպ ձևի նրանք են ծանր տանում։ Այ դա է աննորմալը։ Այ դա է շատ վատը։ Այդ տիպի կենթանիների պատճառով է, որ այս իշխանությունները շարունակում են իշխել ու շարունակում են երկիրը տանել դեպի կործանը, որովհետև այն միամիտ ժողովուրդը, որը որ 18 թվին ընկավ այս բոլորի խելքին, այդ միամիտ ժողովրդին չեն թողում, որ ինքը ճիշտը հասկանա։ Այլընտրանքը պետք է կամ նիկոլական ես, կամ սերժական ես։ Այս պետք է կամ Հայաստանի երրորդ հանրապետություն, կամ Հայաստանի այս իրաց ասած 4-րդ հանրապետություն, որը որ Հայաստանի էլ չի, արդեն թուրքական վիլայեթակար։ Այս սա պետք է, այս երկուսը պետք է։ Արդեն այդ արանքի այդ կեղծ ընդդիմադիրները իրանք են խառնում։ Սերժ Սարգսյանի հարցազրույցը տղեկ հետ փայլումներ իրոք շատ լավն էր։ Ինչն է հետաքրքիր, ասեք, փայլուն ձևի ամեն ինչի պատասխանը տվեց, որ ցանկացած նորմալ խելացի մարդ, որի մոտ հարցեր էր առաջացել, այդ սա հարցերի պատասխանը հենց լսեցին անմիջապես Հայաստանի Հանրապետության երրորդ հանրապետության սիմվոլ, հաղթանակների սիմվոլ սպարապեց երրորդ նախագահ սպարապեց Սերժ Սարգսյանից։ Անձամբ Իրանից լսեցին բոլոր հարցերի պատասխանները։ Այսինքն, եթե ինչ-որ մեկի մոտ 2018-ի թե բոլոր, այսինքն եթե ինչ-որ մեկի մոտ ինչ-որ հարց կար, այդ հարցերի պատասխանները Սերժ Սարգսյանը սպառիչ տվեց ու վստահ եմ խելացի մարդիկ հասկացան։ Իսկ այն մարդիկ ում չի հետաքրքրում թե այդ հարցի էությունը, այլ ընդհանրապես ուզում են սևացնեն Սերժ Սարգսյանին, վարկաբեկեն Սերժ Սարգսյանին, բնականաբար նրանք ոչ մի բան էլ ոչ ուզում են հասկանան, ոչ էլ նրանց ուղղությունը լրիվ ուրիշ բան է։ Պարոն Մկրտչյան, տեսեք, մենք ֆիքսացինք, որ հաղորդումից անմիջապես հետո կապիտուլյանտը սկսեց ջղաձիկ արձագանքներ կատարել, մեկը մյուսի հետևից ստահոդ բովանդակությամբ եւ իրանից հետ չէին մնում նաեւ իր թիմի անդամները, մասնավորապես ամենաօդիոս կերպարներից Ալեն Սիմոնյանը, ով հայտնի է քաղաքացու վրա Երևանի կենտրոնում թքելով եւ անպատիժ մնալով, այդպիսի անպատվաբեր արարքներով, այ որպես տղամարդու։ Ճիշտ է, իհարկե։ Եվ տեսեք, նրանք ըստ էության թիրախավորեցին ոչ միայն երրորդ նախագահին, այլև «Իմ Նեմնի» պոդքասթի համահեղինակներին Նարեկ Սամսոնյանին եւ Վազգեն Սաղաթելյանին հերթական անգամ ի ցույց դնելով, որ Հայաստանի Հանրապետությունում խոսքի ազատություն ասվածը լիովին վտանգված է։ Իհարկե վտանգված է։ Այսօր խոսալու համար ինչքան մարդ են դատում, փագում, նստացնում, հենց խոսալու համար։ Հայաստանը այսօր
ոչ ժողովրդավարական պետություն արդեն։ Ես միշտ ասում եմ, պարոն Ֆիդանյան, 18 թվականից ասում եմ Նիկոլ Փաշինյանի ու ԿՊ-ի ժողովրդավար տեսակը Երևանի ժամանակ, երբ որ այդ ժողովրդավարությունը կլինի իրան դեմ։ Այսօր խոսում են, այս սա իր օգտին է խոսում։ Խիպտի չթողի, որ ժողովրդավար թող խոսան։ Բայց երբ որ այդ խոսքը արդեն ուղղված կլինի իր դեմ, այդ ժամանակ ապրեք, այդ ժամանակ տենան կլինի ինքը ժողովրդավարը թե չէ։ Հենց հասարակ բան Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանը խիպռնեցին։ Հենց այս իմնեմնիմի համար, որովհետև ամենաուժեղ լսարանը երևի դուք ունեք, ամենայնպես ամենաուժեղներից մեկը դուք ունեք։ Բռնեցին ու ինչի թողեցին։ Ես համասնել եմ խոսացել, որովհետև զգացին, որ չեն կարող լռեցնեն։ Իրանք նստած են, բայց իմնեմնիմին աշխատում ու ավելի ուժեղ աշխատում։ Այդ համար թողեցին։ Փագում են սաղին համայնքապետերին, ինչի համար են փագում, որովհետև իրանց դեմ են ու ձայներ ունեցող, ասենք սովորական մարդիկ չեն, որ ասենք մի հոգի, մի եկած թիմ, մի եկած ձայների հոց բազմություն այդ համայնքապետերի հետևից այդ դրա համար են նստած։ Օրինակ Դավիթ Համբարձումյանը։ Իհարկե, Դավիթ Համբարձումյանը տղայա իր ցավը տանեմ, իրանք Երանի էին տալիս, պարոն Ֆիդանյան, որ Դավիթ Համբարձումյանը Մոսկվայից չգա։ Ինչի համար Դավիթ Համբարձումյանի վճիռը կացեցին հենց այն ժամանակ, երբ որ ինքը Մոսկվայում էր, որպեսզի ինքը էլ չգա, որպեսզի իրանց լավ զգան, ասեն տեսակ փախավ, Սերժի տեխնացուն, Սերժի իմպիչմենտի տեխնացուն վարչապետի փախավ չեկավ։ Այդ դրա համար շատերը այդ ժամանակ հակասերժական տականքներ են դիմադիր դաշտի, ինչ էին ասում էին, էսի Սերժն է սարքե, ոնց որ իրանք ասում են Սերժը սարքեց, որ Դավիթ Համբարձումյանին sense դատեն ինքն էլ էթա, էլ չգա, ոչ եմ sense, տենց ինչ է ասում մեկնաբանում, որոշ հակասերժական տականքներ։ Բայց իրականում ինչու՞մն էր խնդիրը։ Ինչի համար է դա արվել է նրա համար, որ հենց ԿՊ-ականները դատական վճիռը կացրել են այն ժամանակ, որ Դավիթ Համբարձումյանը իրոք դուրս էլի ու չգա, որ իրանք էլ իրանց լավը զգան, ասեն տեսակ փախավ։ Բայց Դավիթ Համբարձումյանը եկավ ու ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանի սանը փախնող տղա չի։ Ում դեմից փախնեն անգամ էլ եմ ասել ես։ Երեք էլ եմ ասել լավ նյուզում, ասում եմ, ում դեմից փախնի կապիտուլյանտի։ Դավիթ Համբարձումյանը կապիտուլյանտի դեմից կփախնի, առավել ևս Սերժ Սարգսյանն, ասում են Սերժ Սարգսյանն էլ բան դրին, չէ՞, սահմանափակում դրին, որ դուրս չկարողանա գնա։ Կարող է գնա էլ չգա։ Արա Սերժը ձեր դեմից դի փախնի։ Ում առաջ որ դուք կզած եք, այդ դրանք սաղ կյանքները կզածները Սերժ Սարգսյանի դեմ։ Սերժ Սարգսյանը հայոց պատմության ամենահզոր տղեն է, նա կփախնի։ Սաղ կյանքը տենց հզոր ապրել է, ադամանդ է տարելով իր անունը գրել է հայոց պատմության մեջ, որ հիմա հելի փախնի կապիտուլյանտի դեմի։ Սերժ Սարգսյանը կյանքում չի փախնի։ Սերժ Սարգսյանի կյանք ասեցի ուսումնասիրեք, մի հատ էլ ձեր մոտից ասեմ։ Գնացեք մանկապարտեզի տարիքներն եք, տեսեք, սկի մանկապարտեզի տարիքում նա չի փախել։ Երեխա տարիքում նա չի փախել։ Այդ երբ է փախել, որ հիմա պիտի փախնեն էլ կապիտուլյանտի դեմից։ Հասկանում եք։ Պարոն Մկրտչյան, տեսեք ես Իսկ ինչ վերաբնականներ եք, այդ Ալենին, որ Նարեկին ու Վազգենին էր կպնում, չէ՞։ Ես էլ եմ ասել երեք լայվ նյուզում, ասում եմ Նարեկն ու Վազգենը իրանց սերունդները հպարտանալ են իրանցով։ Ես նայեք իմ կյանքում իմ բանի տոհմածառը որ նայում ենք, պապուս, տատու աղբերը, պապուս տատու աղբերը քաչ քերնեղ է, 4-րդ գնդի հրամանատար։ Ես հպարտանում եմ, որ իմ պապուս տատու աղբերն եղը։ Բայց հիմա որ այսքան զապիսներ կան, վաղը չեմ ծորը Վազգեն Սաղաթելյանի թորի, իմ քանի սենուց է, դու ասի, արա, տեսեք իմ պապը, Սպարապետ Սերժի, թրտես ինչ մոտիկա, զապիսները կան, այն վաղտ որ զապիսներ չեղեմ, սաղս է կարանք մեր պապերին գովանք, ասենք կարող են պապը դավաճան եղացածել, ես հակառակ ասեմ, ով ինչ ապացույց, հասկանում, բայց հիմի վիդեոները կան, իսկ Ալենին ինչ եմ ասում, քո սերունդները ամաչելու են, նրա փոխելու են ազգան, ասում են, ես հետ կապ չունեմ, հասկանում եք, ես ինչ եմ ասում, դրանց պատիժ է, տեսեք ես ինչ պատիժ եմ ասում, իրանց էլ Ալենին ինչ պատիժ լինի, դուք բոլորդ ասում եք, իրանց պատիժը թողնի օրենքով, չէ՞ վաղը չեմ իսօրը։ Ես ասում եմ, չէ, մի նստեցրեք։ Ես ոչ մեկի կալանավորվելը չեմ ուզում։ Իրականում ամենավատ մարդու կալանավորվելն էլ չեմ ցանկանում։ Ես ասում եմ, այդ մարդկանց վաղը չեմ իսօրը, Երևանում, եթե տուն էլ չունեն, մի հատ տուն տվեք, ով էլ ունի Երևանի տանը, ասեք ապրի։ Երևանի մեջ ապրի։ Հələ դեռ կարող ես խանութ հետաս։ Հայատի դեմը շարվելու են, որ սպասեն, մարդիկ շարվում, հենց ինչպես խարխեն վրետ ալեն։ Ոնց որ դու բռնում իր մարդկանց ախրանիկներով թքում իր այդպես շարվելուն թքեն վրետ։ Հələ ախրանիկների իշխանությունը դիմիկոմ լտնամ ով ես դու։ Դու կարաս մեկին, դու կարաս ակետից բկետը տեղաշարժվես Հայաստանում։ Իսկ Սերժ Սարգսյանը իր ասաղ թիմակիցները Վազգեն Սաղաթելյանը, Նարեկ Սամսոնյանը հանգիստ չեն հետում, փողոցում քանի օք են մոտենում, ասում ձեր ցավը տանեն։ Մոտենում են, չէ, հարգում են, չէ։ Հələ տենա վաղը չեմ որ իրանց է տասողը լինելու, հա, որտեվ իրանք հավերժ մերժվածներ են, հավերժ։ Իրանք նենց բան են արել։ Լևոն Տեր-Պետրոսյանի կյանքին մեռնեմ, երեք էլ եմ ասել, շատ լավ բնութագրել է իրանց։ Այդ որ Նիկոլին բնութագրել է, որ դու
դու քո ուրույն տեղ արդեն ունես, դու քո փայլուն տեղ ունես, դավաճանների շարքում էդի ալենին էլա վերաբերվում։ Բոլոր իրանց վերաբերվում է։ Հասկանում եք, ասենք, էդի շատ լավ է բնութագիր ու եթե ես ուսումնասիրեմ, հələ ես չեմ ուսումնասիրել մեր այդ դավաճաններին պատմության, կարող է նրանց ուսումնասիրեմ, պարզվի որ այդքան էլ դավաճան չեն, որտեվ ես միշտ իմ ուղեղս նենց է, պարոն Ֆիդան, ես ամեն տեղ մտնում եմ, ես կարող է սաղ ասեն, եսի վատն ես մտնում, ասեմ լավն է, կարող է սաղ ասեն, լավն է մտնում, ասեմ սրա ինչն է լավը, ես իմ վերլուծությունը անում եմ ամեն տեղ, հասկանում եք։ Ուզում եմ ասեմ, կարող են դավաճաններին հələ ուսումնասիրեն, պարզեն, որ դավաճաններ չեն եղել իրանք, կամ այդքան էլ դավաճան չեն եղել, ոնց որ ներկայացնում են։ Իսկ սրանցը, ես իմ անալիզն եմ, սրանք դավաճաններ, ես սրանց խղճում եմ, սրանց բարեկամներին այսօր որ շատերը ասում են, արա ոնց են դասվել։ Իրանց սերունդներին, այսօրվա բարեկամներին էլ եմ խղճում, որ վաղը չեմ սրա սերունդները Ալենի բարեկամն ես, արա Նիկոլի բարեկամն ես, սրա բարեկամն ես, հասկանում եք, էդի վիրավոր է կանելու։ Այսօր շատերը ասում են, արա դավջան, բայց ոնց են դզվել, նայում են նավտոնները, տները իրանց, արա ասում եմ խղճացեք իրանց։ Էսի ժամանակավոր նրանք գիտեք պատմության մեջ ոնց է։ Նրանց գերեզմանները կարող են կեղտոտ են էթան, բան վայր առնելու հատուկ։ Պարոն Մկրտչյան, տեսեք, ես նշեցի, որ իշխանությունները թիրախավորեցին թե երրորդնախագահին եւ թե ոդկասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանին, Վազգեն Սարաթելյանին, բայց դրան զուգահեռ թիրախավորում գնաց նույն տիպի նաեւ անդիմադիր դաշտում գործող այսպես կոչված պսևդո անդիմադիրների կողմից։ Ես դրանց անձնել եմ հակասերժական տականքներ։ Արգիշտիկ Իվիրյանման կերպարների կողմից, որոնք նույն գծի մեջ են, ինչ Ալեն Սիմոնյանը, Ռուբեն Ռուբինյանը կամ Նիկոլ Փաշինյանը։ Հələ էս էլ մի հատ ասեմ, ու այդ արգիշտին հիշացեք, որ այդ սրիկային անդրադառնալու քֆուրներով, որտեղ ինքը վիրավորում է, չէ՞ Սերժ Սարգսյանի քֆուր է տալի։ Ես գիտեմ։ Դա համար ամենավերջի քֆուրը էսա դրան տալու եմ։ ՔՊ-ականների փրկությունը այսօր գիտեք որն է, որ միանան իմպիչմենտին։ Միանան իմպիչմենտին, իրանք մաքրում են իրանց այդ սաղ կեղտոտ անցյալը։ Իսկ որ արդեն պարտադրաբար իմպիչմենտ լինի, ժողովրդի պարտադրանքով իմպիչմենտ լինի, իրանք արդեն կեղտոտ տարրով մնում են պատմության մեջ հավերժ։ Այսօր ունեն շանսը ՔՊ-ականները ու իրանք թող իրոք գան միանան իմպիչմենտի process-ին ու փրկեն հայրենիքը։ Ես նույնիսկ ասեմ, չգիտեմ, ձեր մոտից ասեմ թե չէ, բայց շատ տեղերից եմ ասեմ այն ՔՊ-ական падգամավորները, ովքեր որ կգան կմիանան իմպիչմենտին ու իմպիչմենտը կհաջողի իշխանափոխություն կլինի հայրենիքն էլ կփրկվի, այդ ԿՊ-ական падգամավորներին շնորհեք ազգային հերոսի կոչում։ Ես սա ասել եմ, առաջարկել եմ ու միշտ էլ ասում եմ։ Ուզում ասեմ, իրանք հələ ունեն փրկություն, թող մտածեն իրանք անունը մաքրելու հələ ճանապարհ ունեն։ Իսկ Արգիշտիկ Կիվյանին ման ոչնչություն բեի վաստակները։ Ես դրան ամենավերջի քֆուրը տալիս եմ, որտեղ ինքը քրվում է Սերժ Սարգսյանին, կարող է դա դատի տա, չէ՞։ Իրան ման մի հատ ոչնչություն ինձ մի դատի ատվել։ Անունը չեմ տալի, որտեղ հարգում եմ դատրանին, ասել այդ ստուկաչի անունը պիտի չտաս։ Դատարանի վճիռ կա, դե համար անունը չեմ տալի, իր անգերոջ չեմ տալի, բայց դատարաններ են հաղթելու, բոլորն հա։ Իսկ այս Արգիշտիկ Կիվյան, այն նույն տիպի սրիկաներ են, սրանք вообще մաքրվելու բան չունեն։ Ասենք սրանք նենց կեղտոտ քֆուր է տալի, չէ՞ կարող եք ինքն էլ դատի տա։ Բայց նույնիսկ դու կքրվես Սերժ Սարգսյան, այ ոչնչություն, այ բեի վաստակ։ Ես քեզ չեմ քրվի։ Ես երեք լայվ նյուզում եմ ասել, հիմա էլ եմ ասում։ Ու ոչ ոք ինձ չի կարա պարտադի, որ այդ տիպի չասեմ։ Ով Սերժ Սարգսյանի հայոյմա քրտմա, ամեն աշխարհի ամենավերջի քֆուրը տալիս եմ դրան։ Ով Սերժ Սարգսյանի վիրավորում է, աշխարհի ամենավերջի քֆուրը տալիս եմ դրան։ Արգիշտիկ Կիվյան քեզ ու քո նմաններին։ Քո նմանների գլխավորությամբ քեզ էլա վերաբերվում էդի։ Ու գարիա օրը որ սաղը պատասխան եք տալու, արա։ Հենց դու այ խոս Կարող է գիտես այս բեզաչոտնի վիճակը պիտի հավերժել։ Մի քիչ էլ վաղվա օրվա մասին մտածեք, արա։ Դու այս պատասխան տալու ժամը գալու որ ամեն մեկը ձեր քայլերի մոտ պատասխան տակ։ Ես ես վստահաբար ասում եմ, նիկոլիզմը հավերժ չի։ Նիկոլիզմը հավերժ չի։ Նիկոլիզմը վերանալու է, գալ մի պահ վերանա, նորմալ կյանքա նորից սկսվելու ու այդ ժամանակ արդեն ամեն քայլիդ համար եւ անցյալի եւ տվյալ պահի դու պատասխան պետքա տաս ամեն քայլիդ համար այսօր որ ասես ինչ ուզում անում եք էս չի մնալու ու դուք առաջի պատասխան տվողներն եք նել հակասերժական տականքներ որ մտնում Սերժ Սարգսյանին համ վարքաբեկ մեկ համ մուտիլով եք անում համ հայհոյում եք հələ մի հատ եք քֆուր եք գրում որովհետեւ իմացեք աշխարհի ամենա վերջի քֆուրը որ դուք լսել եք ձեր սաղ կյանքում էդի տալիս եմ ձեզ Սերժ Սարգսյանին վիրավորելու համար Արգիշտիկ Կիվյան քեզ էլա վերաբերվում այն Ալենին էլ եմ նոր ասել որ վիրավորել էր Սերժ Սարգսյանին բոլորիդ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար Ես էլ ձեզնից պարոն Ֆիդանյան Իմ հյուրներ ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը, ձեզ հետ էր Դավիթ Ֆիդանյանը, բաժանորդագրվեք Antifake YouTube-յան ալիքին, կհանդիպենք